Հոկտեմբերի 25-ի գիշերը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ սպանություն, որի արդյունքում մահացել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, վերջինս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ էր։ Դեպքի հանգամանքները ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն կեսգիշերից անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ էր ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։ Քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները սկսեցին անհապաղ ձեռնարկումները դեպքը պարզելու համար։ Արդեն հիվանդանոցից Արմենիա բժշկական կենտրոնից պատկան մարմիններին հաղորդվել է, որ կրակոցից վիրավորված 33-ամյա Շմավոն Աթոյանը մահացել է գիտակցության չգալով։ Արմլուր-AM-ի տեղեկություններով միջադեպը սկսվել է անձնական հարցի շուրջ կապված աղջկա հետ։ Ըստ նախնական ինֆորմացիայի, աղջկան նեղացնելու դեպքը դարձել է լարվածության պատճառ, ինչի արդյունքում ծագած վեճը հանգեցրել է կրակոցին։ Պաշտոնական մարմիններն այս պահին չեն հրապարակում միջադեպի դրդապատճառի վերաբերյալ մանրամասներ, քննչական մարմինները շարունակում են պարզել մանրամասները։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ կատարողի ինքնությունը, նա Երևանի Գևորգ Էմինի փողոցի 30-ամյա բնակիչ է, վերջինս արդեն ձերբակալված է։ Դեռ պաշտոնական աղբյուրները չեն նշել պատճառը, թե ինչու տեղեկությունը հենց այսօր է հրապարակվել, բայց նման իրավիճակներում սովորաբար գործում են մի քանի գործոններ։ Հիմնական պատճառները, որոնք հաճախ են լինում նման դեպքերում։ Սպանության դեպքերից հետո իրավապահները սկզբում փորձում են արագ պարզել դեպքի հանգամանքները, շատ դեպքերում տեղեկատվությունը չեն հրապարակում անմիջապես, որպեսզի կասկածյալները չփորձեն թաքնվել կամ ոչնչացնել ապացույցներ։ Տեղեկատվությունը շատ հաճախ հրապարակվում է այն պահին, երբ կասկածյալն արդեն հայտնաբերված և ձերբակալված է։ Մինչև որևէ բան հայտարարելը ուժային կառույցները պետք է համոզված լինեն, որ տվյալները ճշգրիտ են, հիմնական փաստերը պետք է հաստատվեն, դեպքի վայր, ապացույցներ, մարմնի փորձաքննություն, տեսանկարահանումներ, վկաներ և այլն։ Լրատվամիջոցները երբեմն տեղեկությունը ստանում են մի քանի օր անց կամ աղբյուրների կամ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով։ Նման դեպքերում տեղեկատվության հրապարակման ուշացումը սովորաբար կապված է քննչական գաղտնիության պահպանման, կասկածյալի հայտնաբերման, ձերբակալման և պաշտոնապես հաստատված տվյալներին սպասելու հետ։ Այս պահին գլխավորն այն է, որ դեպքն արդեն բացահայտված է և քննությունը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից էլ հայտնում են, որ զանգվածային լրատվամիջոցներում լուրեր են տարածվում այն մասին, որ այսօր գիշերը Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում մի քաղաքացի, ստանալով հրազենային վիրավորում, հիվանդանոցում մահացել է։ Հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, որի վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանդես է եկել համապատասխան հաղորդագրությամբ։ Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Երևանում կատարվել է հանցագործություն, որը բացահայտվել է և նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 25-ին կեսգիշերն անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում վիճաբանություն է եղել, նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, Արմենիա բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորման բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է։ Բացահայտման աշխատանքներին միացել են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է, հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։ Նշենք նաև, որ միջադեպի իրական դրդապատճառը դեռ ամբողջությամբ պարզ չէ, չնայած որ որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ պատճառն աղջիկ է, թե ինչպես են կապակցված անձնական հարաբերությունները և քաղաքական անդամակցությունը, այդ հատվածները դեռ բաց են։ Իշխանական լրատվամիջոցները հայտնում են, որ դա կարող է կապ ունենալ նրա
մասնագիտության հետ, քանի որ Շմավոն Աթոյանը բլոգեր էր և մեր ձևով շարժման քննադատողներից մեկը, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ սա անձնական հողի վրա կատարված սպանություն է։ Դեռ պարզ չի, թե դատական գործընթացը երբ և ինչպես կմեկնարկի, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի լինեք տեղեկացված, առաջինը։